Պատերազմի ռիսկը մի քանի տար ունի։ Առաջինը դիվանագիտական տարն է։ Մենք տեսնում ենք մի երաշխավորով, մի վկայով խաղաղությունը դա ուղղակի թուղթ է։ Մենք ունենք մի վկայով խաղաղություն, որը խաղաղության երաշխավորը չունենք այս պայն։ Վկան պատերազմում է Իրանի դեմ, որը 4 կիլոմետր է հեռավորությունը ճանապարհից։ Դուք պատկերացնում եք, ես կուզեի սա ավարտեի շատ կարևոր է։ Երկու երաշխիք ունի Հայաստանը։ Դա առաջինը մեկից ավելի երաշխավոր ունենալն է, շատ կարևոր է, որ մեր երկիրը մեկից ավելի երաշխավոր ունենա, որպեսզի այլ երկրների հակամարտության խաղաթուղթը չդառնա։ Եվ տարածաշրջանային մենք գիտենք մինչև այս իրադրությունը, որ Իրանը պատրաստ էր հողի վրա երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջական, պատրաստ էր իր զինվորով երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջական։ Մենք տեսնում ենք այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք պատրաստ էին աջակցել։ Մեզ պետք է դա, եւ երկրորդը մեզ պետք է վերականգնել բանակը, մեզ պետք է վերափոխել բանակը, 21-րդ դարի բանակ է մեզ պետք։ Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակը արդիականացումը բանակի էժանացել է, ավելի մատչելի է բանակ պահելը հիմա, քան օրինակ 5 տարի առաջ, եւ մենք հնարավորություն ունենք ներկայացնելու ենք հանրությանը հայկական բանակի ուժը վերականգնելու մեր ծրագիրը մոտակա օրերի ընթացքում։